F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Երեխեք, մայրիկս ասել է գնանք առանց Արևիկի լանջանից եւ բացահայտենք լանջանիստի թաքնված գանձերը։ Բայց ինչ ես կարծում, մեր մոտ կստացվի։ Իհարկե։ Փորձենք։ Երեխեք, հաստատ ճիշտ են գնում։ Հա, հաստատ ճիշտ են գնում։ Հա, երեխեք, հեռախոսով տենց ասացված, հաստատ ճիշտ են գնում։ Ես չգիտեի, որ վեդի համայնքում այսքան սիրուն լեռներ կան։ Երեխեք, այստեղի օդը շատ մաքուր է, որովհետև գտնվում եք ծովի մակարդակից 1080 մետր բարձրության վրա, այդ դրա համար շատ մաքուր է։ Սպիտակ վանք։ Վայ, երեխեք, վերջապես հասանք։ Էս ինչ է, երեխեք։ Նայ, սա նախատեսված կույերի համար, որ ձեռքով շոշափեն եւ կարողանան կարդալ։ Դե ինչ, եկեք ուսումնասիրենք սպիտակ վանքը։ Անուշիկ Արմինը ինձ առաջինը գրավեց այս շինությունը։ Երեխեք, գիտեք, սա հին ժամանակ վանահայրերի կացարանն է եղել։ Այստեղ ապրել է։ Այո, չեք պատկերացնի այստեղ ժամանակին ինչ շքեղ է եղել, ուղղակի հիմա է որ դարերի ընթացքում քանդվել է։ Պահ, այնից ես ասում 800 տարի առաջ եկել ես, տեսել ես թե ինչ է կատարվել։ Ձեր լեզուն ոնց որ 10 մետր երկարել անգեք առաջ, հա։ Երեխեք, այստեղ թոնրոտունն ել է։ Ստեղ էլ գինետունը։ Վաշ, դզգաս, քայլով մարշ։ Մի քայլեք գերեզմանակարերի վրա։ Ոնց տեղ մարդիկ են թաղված։ Վայ, վանականներն են թաղված։ Գնացի։ Այս եկեղեցին կառուցվել է 1301 թվականին։ Բազելիկ տեսքը ունեցել։ Եկեղեցին կառուցվել է սպիտակ ավազի քարով, դրա համար էլ կոչվել է սպիտակ վանք։ Վայ, երեխեք, խաչքարի վրա աղունիկներ կան։ Սա եզակի խաչքար է։ Եթե դուք եք ուզում տեսնել այս գեղեցկությունը, համեցեք լանջանիստ։ Տեսեք երեխեք, այս վանքը կառուցվել է սովորական քարերով։ Սա խորանն է, սա սուրբ սեղանն է, սա էլ մկրտության ավազանն է, որտեղ որ երեխաներին մկրտել են։ Ոնց հասկանում եմ, սա սպիտակ վանքից ավելի հին է։ Սպիտակ վանական համալիրի ամբողջ տարածքը պատված է եղել պարիսպով, որպեսզի թշնամի չներխուժի։ Այո, աղջիկներ, ես շատ կուզեի, որ սպիտակ վանք բերող ճանապարհը ասֆալտապատեին, այս տարածքը վերանորոգեին, որպեսզի շատ տուրիստներ գան եւ հաճախեն այստեղ։ Երեխեք, ես ինչ շուտ անցավ ժամանակը։ Հա, շատ շուտ անցավ, այնքան կուզեի մնայ։ Աղջիկներ ջան, ուզեք չուզեք գնալ ժամանակն է։ Տեսա քարերը։ Այստեղ է եղել 5 գյուղատեղին, որը հայտնի է 4-րդ դարից Բարունակ անունով։ Շատ ծարավենք։ Վայ, ես սաղը ծարավենք։ Բա ինչ ունենք։ Երեխեք, Արևիկն ասել էր, որ լանջանիստի բնակիչները շատ բարի են, մեզ ամեն հարցով կօգնեք։ Տանը մարդ կա։ Տանը մարդ կա։ Տանը մարդ կա։ Չենք հասկանում, մարդ չկա այս տանը։ Այս տանը մարդ չկա։ Դե եկեք նստենք, խմենք, ուտենք, գնանք էլ։ Եկեք խմենք մեր կենացը։ Զգացեք ձեզ ինչպես ձեր տանը։ Օգտվեք, երեք եմ թխել, թամ լավաշա։
Համավա։ Կատակարեցի լանջանիստներն ընթխե։ Այս երրորդ բաժակով էլ ուզում եմ խմեմ մեր ճանապարհորդության կենացը։ Թող մեր ճամփին միրտ վարդեր բացվեն։ Պատմական աղբյուրները Սուրբ Կարապետ վանքի մասին շատ քիչ տեղեկություններ են հաղորդում։ Նրա անունը հիշատակում է միայն Ղևոնդ Ալիշյանը։ Վանքի մասին եղած արձանագրությունները նույնպես քիչ տեղեկություն են տալիս։ Դրանցից մեկի համաձայն վանքը հիմնադրել են Օբելյանները 14-րդ դարի սկզբին որպես իրենց տոհմական գերեզման։ Այդ ժամանակ Ուրցարձոր գավառը գտնվել էր Օբելյանների իշխանության ներքո։ Բարի ու ձեզ երեխեք, լավ եք։ Աստված օգնական հայ Սուրբ։ Աստված պահապան, լավ եք։ Դուք ո՞նց եք։ Լավ։ Հայ Սուրբ, Անուշիկը մեզ մի փոքր վանքի մասին պատմեց։ Կխնդրեմ, որ դուք ավելի մանրամասն մեզ պատմեք։ Եղել եք այստեղ հեչ։ Չէ, առաջին անգամն է։ Դե ձեզ կներկայացնեմ այստեղ մի քիչ մանրամասն։ Իվանե Զաքարյան ունենք, Զաքարյաններ, Իվանե Զաքարյաններ իշխաններ էին։ Թամարա Թակուժանակ, նրանց աղջիկը Կոնցան Իվանե Զաքարյանի ամուսնացել էր Օրբելյանների տոհմից, հայտնի Օրբելյանների տոհմ կա, որ թաղված են որոշ չափով Նորավանքում։ Նրանցից կար Ջալալ Օրբելյանը, Ջալալ Օրբելյանը հետ է Գոնցա իշխանուն ամուսնացել եւ ունեցել են որդիներ։ Մի որդին էլ այստեղ է թաղված էլի, դամբարանի մա որ աշխատողները սարքում են իրենց դամբարնա, Գոնցա իշխանույնն էլ այստեղ թաղված է, Ջալալ Օրբելյանն էլ եղավ, Գոնցա իշխանույնը այն ժամանակ կառուցել եկեղեցին 1301 թվականին։ Ուրեմն գլխավոր եկեղեցին որ տեսնում եք, սպիտակ գմբեթով սպիտակ եկեղեցին կոչվում է Սպիտակավոր Աստվածածին։ Ընդհանուր վանքն է կոչվում Սուրբ Կարապետ։ Սուրբ Կարապետը գիտեք ով է։ Սուրբ Կարապետը Հովհաննես Մկրտիչն է, Հիսուսին մկրտողը։ Ինքը 7 անվան տեր է կոչվում, 7 անուններ ունի։ Իրան ասել են նաև Ավետիք, որովհետև Քրիստոսի մասին ավետիսներ բերում, որ Քրիստոս գալու է։ Կարապետ նշանակում էր ճանապարհ հարթող, առաջնորդող Քրիստոսի ճանապարհին։ Իրան ասում են Հովհաննեսյան, ասում են Մկրտիչ։ Իրան ասել են նաև Մարտիրոս, որովհետև իրան գլխատեցին Երուսաղեմում եղավ, հետի արդեն 5-րդ անունը, 6-րդը Մարգարե, որովհետև Մարգարե անում էր եւ Մարգարե եւ Առաքյալ, ինքը Առաքյալ էր նաեւ։ 7 անվան տեր Սուրբ Կարապետն ասա։ Ուրեմն Սպիտակավոր Սուրբ Աստվածածին է կոչվում, որովհետև կրակարից է սպիտակ պատրաստված, սա իսկական ճիշտ ձևն է նախքին։ Այստեղ ապրել են, գործել են միաբաններ։ Միաբանը հոգեվորականն է, ես էլ եմ միաբան, մի վանքի մեջ մի քանի հոգի որ ապրում են, աշխատում են, գործում են, սովորեցնում են, նրանք միաբան են կոչվում։ Այս շինությունը որ տեսնում եք կողքը նայ քարերը բլված, որ հիմա մեր աշխատողները պիտի սարքեն վերջացնեն, դա իրենց կացարանն է եղել։ Այդտեղ ապրել են, գործել են, մնացել, քնել են։ Մինչև 1896 թվականներ այստեղ եղել է միաբան։ Երկրաշարժ եղել, ինքը երկրաշարժից է փլվել 1629 թվական եւ վերջի երկրաշարժը 1894 թվականին եւ վերջի միաբանը որոշ չափով վերականգնել եւ գնացել է։ Դրանից հետո եկեղեցին կանոնավոր միաբան հոգեվորական չունեց եւ գործել է ինքը շատ հրաշքներ է գործում, որովհետեւ Հովհաննես Մկրտչի Սուրբ Կարապետի մասունքը նաեւ գտնվում է այստեղ, որ Հայաստան աշխարհ բերել է Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսը առաջին։ Գտնվում է նաև Օհանավանքում, այդ մասունքից գտնվում է նաև որ հիմա ասում են Ղալթաղճի Սպիտակի, Ղալթաղճի Սուրբ Հովհաննես նույն անձնա։ Այնտեղ է գտնվում եւ այստեղ։ Մշո Սուրբ Կարապետ վանքը ինչ որ կապ ունի այս վանքի հետ։ Առաջինը անվանական կապ ունի, Մշո Սուրբ Կարապետը հայտնի էլի մեծ վանք էր, որտեղ պահվում էր նաև Սուրբ Կարապետի մասունքը։ Եվ Սուրբ Գրիգոր Լուսավորչից ու Աստվածածնից հետո Հայաստան աշխարհում ամենատարածված պահապան սուրբերից էր Սուրբ Կարապետը Հովհաննես Մկրտիչը եւ իր անունով տարբեր վանքեր են կառուցվել, շատ տեղերում կա, դրանցից մեկը նաեւ Մշո Սուրբ Կարապետն էր։ Այն իմաստով կապ ունի, որ Մշո Սուրբ Կարապետը արդեն որ չկար եւ որոշ չափով գրեթե 80-90%-ը չկա, հիմա իր անունով տարբեր Հայաստանի Արևելյան մենք որ հիմա ապրում ենք, այստեղ տարբեր վանքեր են կառուցվել, մեկն էլ էս Սուրբ Կարապետն է։ Այդ իմաստով իրան կապ ունեն որպես անվանակոչությամբ,
որն էլ է Սուրբ Կարապետ եւ այնտեղ էլ Սուրբ Կարապետի մկրտչի մասունքը կա, այստեղ էլ կա մասունքը, բարձա, այդ իմաստով իրանք կապ ունեն։ Այս տարածքում ինչ-որ մի գյուղատեղի եղել է։ Եղել է, հիմա որ հեռու նայեք, տնակներ կան, որտեղ մնում են։ Այդ տնակների տեղը ժամանակին տներ են եղել։ Կոչվում է Մոշ աղբյուր ինքը, որ ժողովուրդը հետո պարսկական տիրապետությունից հետո ասել է Ժենջռլու։ Մոշ աղբյուրը Սուրբ Կարապետ է կոչվում, ինչպես ասենք Մշո Սուրբ Կարապետ, սա էլ Մոշ աղբյուր Սուրբ Կարապետ։ Արձանագրությունները եկեղեցու մեջ կան, հենց Գոնցա իշխանունին որ պատմեցի ինքն է հիշատակում գրեթե 1700 բնակչություն ա ունեցել, 700-ից մինչև 1700 տարբեր ժանականներում տարբեր եւ այս գյուղատեղին քանդվել է 1950-53 թվականներին կոմունիստների ժամանակ Սովետ միության ժամանակ քանդվել է բնակչությանը իջացրել են Արտաշատի Նշավան գյուղ 80-90% այնտեղի բնակչության այստեղից են իրենց գերեզմանները ծնողների տատերի պապերի այստեղ է Հայ Սուրբ ճիշտ է որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բերել այստեղ որ բուժվեն Այո Այդպիսի ավանդույթ կա եւ շատերին են բերել, որոնք բժշկվել են, այստեղ մնացել են գիշերա կաց են ունեցել, ուրբաթօր բերել են, Կիրակի հետ են վերադարձել բուժված։ Այստեղ բուժիչ հատկություններ կան։ Հա, զորություն, քանի որ մասում կա Սուրբ Կարապետի, բուժիչ հատկություն ունի, եկեղեցին զորավոր է։ Ինչպես նաեւ այստեղ գալիս են այն կանայք, որոնք երկարժանակ երեխաներ չեն ունեցել, տարիներ երկարժանակ։ Գալիս են, աղոթում են, խնդրում են Սուրբին եւ բարեխոսում են եւ ունենում են երեխաներ։ Ուրեմն երեխաներին, որ պատմեցի պատմությունը, իրենց դամբարանն է Գոնցա իշխանուհու, Էլիկումի իրենց վաղամերիկը որդու եւ ամուսնու Ջալալ իշխանի։ Սա էլ իրենց օրբելյանների զինանշանն է, արծիվը, որ Բեռնելագարին տեսնում եք, հենց դամբարանի վեր անցած տարի հայտնաբերեցինք, հիշատակությունը կար վանքի պատմության մեջ եւ հայտնաբերեցինք։ Սուրբ Կարապետ վանքը միակ վանքերից մեկն է նաև որ հիշատակություն կա Ճարտարապետի, որ բուտն է, հիշատակություն կա որ Մոշ աղբյուր Սուրբ Կարապետն է Գոնցա իշխանուհին արձանագրությունը թողել, եկեղեցու Արմենիան ճակտոնին որ քանդակված են քանդակները Սարգիս վարդապետն է եղել, առաջի վանահայրը այստեղ եւ այստեղ առաջի քայլերը արել է նաև Ստեփանոս Օրբելյան պատմիչը որ գլաձորում էր սովորում եւ Ստեփանոս Օրբելյանը հայտնի Սյունիքի մետրոպոլիտ է եւ հայոց պատմության գրքի հեղինակներից է նաեւ։ Ծիծաղ ջուր օրիր։ Շալուարատ։ Որոշեցինք մեր օրը եզրափակենք Secret Garden-ում, որը գտնվում է Լանջանիստում։ Ափսոս օրը չհերի քեզ թե չկմտնեինք մի հատ լավ կլողանոյինք։ Մի օր հատուկ այստեղ լողալու համար կգանք, մի լավ կլողանանք, լավ ժամանակ անցկացնենք։ Ճիշտ ես ասում։ Ոյս տարի կգամ ծնունդս այստեղ կնշեմ։ Երեխեք որ գանք Secret Garden-ում Արմինեի ծնունդը նշենք, ես եմ խորոված անելու։ Բոլոր պայմանները այստեղ կան։ Անուշիկի ու Թամարիկի հետ գանք դրախ։ Ապրի Տիգրանյանը, որ Լանջանից գյուղում այսպիսի հանգստի գոտի ա կառուցել։ Նման մարդիկ մեր Հայաստանում շատ են պետք, որպեսզի տուրիստները գան եւ այցելեն։ Շատ շնորհակալ ենք Efnet Telecom ընկերությանը, որ միշտ մեզ հետ է։ Efnet-ը աշխարհի ամենալավ կապն է, խորհուրդ կտամ օգտվեք։ Եթե ուզում եք ունենալ Efnet, ապա զանգահարեք 8988 հեռախոսը համարով։ Շատ շնորհակալ ենք Լանջանիստի վարչական ղեկավարից Վահագն Միրզոյանից եւ գյուղի բնակիչ Արման Աղայանից, որ մեզ ուղեկցեցին։ Մենք սիրով կկատարենք ձեր առաջադրանքները։ Դուք միայն ասեք։